Հաջորդը, որ ուզում եմ ներկայացնեմ, Ռուսաստանի Դաշնության փորձաքննության եզրակացության էլի հարցերի պատասխանների հայերեն թարգմանությունն է եւ հետեւաբար նույն հարցերն են։ Արդյոք տեսագրությունում արձանագրված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն են ունեցել օբյեկտիվ իրականություն։ Ես հիմա քանի որ հարցերը կրկնվում են, հարցերը չեմ կարդա, միանգամից արագ ներկայացնեմ դրանց պատասխանները։ Պատասխան գոյություն ունեն ծանրակշիռ գիտատեխնիկական հիմքեր պնդելու, որ տեսագրությունում ներկայացված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները տեղի չեն ունեցել օբյեկտիվ իրականությունում, այն տեսքով, ինչպես ներկայացված են։ Հրված է հիմնավորումները։ Երկրորդ հարցի պատասխանը, մասնավորապես այստեղ այոյով ասում հարցն նորից կարդամ։ Արդյոք տեսագրությունը ստեղծվել է արհեստական բանականության կամ հատուկ ծրագրային ապահովման կիրառմամբ։ Պատասխան՝ այո, տեսագրությունը պարունակում է նշանների համակցություն, որը վկայում է արհեստական բանականության տեխնոլոգիաների եւ հատուկ ծրագրային ապահովման կիրառմամբ ստեղծման մասին։ Էլի հիմնավորումները կան։ Արդյոք ձայնագրությունը ներառյալ խոսքային հատվածը ենթարկվել է փոփոխության, պատասխան՝ այո, ձայնային հոսքը ենթարկվել է էական վերամշակման կամ ամբողջական սինթեզի։ Արդյոք ձայնային միջավայրը պայմանները կամ տեխնիկական միջոցները փոխվել են, այո, ձայնային միջավայրը եւ տեխնիկական միջոցները չեն համապատասխանում հայտարարված բնօրինակ հեռախոսային նկարահանմանը։ Հիմա տեսեք շատ կարևոր հետաքրքիր հանգամանք էլ ասեմ, որը հետագայում պատասխաններում եւս կիրևա։ Տեսաձայնագրությունների ֆորմատը կամ մետատվյալներն այնպիսին էին, որ դրանք իբր կատարվել են հեռախոսում։ Այսինքն կեղծիքի մանիպուլյացիայի ծավալը այնքան մեծ էր, որ անգամ այդ ֆայլերի մեջ մետատվյալները խոսում էին այն մասին, որ իբր դա տեսանկարանում կատարվել է հեռախոսով։ Բայց խորքային վերլուծությունը ցույց տվեց, որ հեռախոսի եւ որևէ կենցաղային տեսախցիկ չէր կարող այդ լուծաչափի, իրենք այդպես են ասել, համապատասխան նկարանում իրականացվել։ Այսինքն կեղծիքը անգամ ստեղից է սկսվել, որը ի դեպ կարելի է ուղղակի նկատել նաև ոչ փորձագետ լինելով։ Ընդ որում ասեմ, որ բոլոր փորձագետները իրենց երկրներում լիցենզավորված դատական փորձագետներ են համապատասխան ոլորտի, որոնց նաև դիպլոմները, նրանց վկայականները, փաստաթղթերը ամբողջությամբ դրված են փորձաքննության եզրակացություններում, որոնք կլինեն հասանելի։